Ողջույն աշխարհի ամենաջերմ եւ ամենաճաշակով հետևորդներին։ Չգիտեմ թե դուք ոնց, բայց ես ձեզ շատ էի կարոտել։ Այդ իսկ պատճառով միացրեցի տեսախցիկը եւ սկսեցի ձեզ համար վլոգ նկարել։ Այսօր ձեզ համար առօրյա կենսաղանին վլոգ եմ բերել։ Պարզապես կկիսվեմ ձեզ հետ, թե ինչպես անցավ հերթական մի օր։ Եվ քանի որ այժմ ես գտնվում եմ խոհանոցում, եկեք լուծենք այսօրվա գլխավոր եւ գլխացավանք առաջացնող հարցը։ Այն է ինչ եփել այսօր։ Այսօր պատրաստելու եմ հավի մսով եւ կաղամբով կարկանդակներ եւ սմբուկով ու եւս մի քանի բանջարեղեններով շատ համեղ աղցան, որը կարելի է մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում։ Ինչպես տեսնում եք, ես այստեղ կարկանդակների միջուկն եմ պատրաստում։ Բուսայիղի մեջ տապակեցի սոխն ու գազարը, որից հետո ավելացրեցի հավի միսը, որը նախապես աղով խաշել էի եւ ոսկորահան էի արել։ Համեմելուց եւ մի փոքր էլ այդպես տապակելուց հետո ավելացրեցի կաղամբը, որը եւս նախապես մանր կտրատել էի եւ շոգեխաշել էի։ Այս ամենը խառնում եմ, թողնում եմ մի փոքր էլ այսպես տապակվեն, անջատում եմ կրակը եւ վերջ, միջուկն արդեն պատրաստ է։ Իսկ խմորը նույն այն խմորն էր, որը պատրաստել էի աճարական խաչապուրիների համար, բայց եթե Մալիքում կան մարդիկ, ովքեր նորեն եւ չգիտեն թե ինչ խմորի մասին է խոսքը, կարող եք մեկնաբանություններում գրել, ես հղումը կտեղադրեմ։ Կարկանդակների գեղեցիկ եռանկյունի տեսքը կարող եք ստանալ տեսանյութում ներկայացված եղանակով։ Երբ կարկանդակներն արդեն պատրաստ են, երեսին քսում եմ ձու, գեղեցկության համար զարդարում եմ քունջութով, որը նաև շատ օգտակար է, եւ տեղափոխում եմ ջեռոց։ Այն թխում եմ մոտ 15 րոպե 200-ից 220 աստիճանի տակ։ Ինչպես տեսնում եք, կարկանդակների առաջին խմբականակը արդեն դուրս են բերել ջեռոցից, որոնք որքան արտաքնապես են գեղեցիկ, նույնքան էլ համեղ են ներսից։ Այժմ շատ արագ պատրաստենք նաև աղցանը։ Ես այստեղ նախապես արդեն կտրատել եմ դդմիկ, գազար, քաղցր կանաչ պղպեղ, սմբուկը եւս կտրատել եմ եւ թողել եմ, որպեսզի հեղուկը դուրս տա, ինչպես նաև զարդարելու համար նախապատրաստել եմ թարմ կանաչի։ Բանջարեղենները պետք է տապակել առանձին հերթականությամբ։ Ես վերցրել եմ 2 տապակ, որպեսզի հասցնեմ արագ ավարտին հասցնել այս ամենը, եւ յուրաքանչյուր բանջարեղենը տապակելուց հետո փռում եմ խոհանոցային անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ ձեթը ներծծի իր մեջ։ Երբ բոլոր բանջարեղեններն արդեն տապակված են, հարկավոր է ընտրել համապատասխան տարա եւ շարել շերտ-շերտ, ու յուրաքանչյուր շերտը պետք է համեմել եւ պատել մայոնեզի կամ թթվասերի շերտով։ Իմ պարագայում երկուսը միասին խառնած էր։ Սիրելի հետևորդներ, կարծում եմ ախորժելի տեսքից դուք արդեն հասկացաք, որ այն հաստատ արժե պատրաստել, քանի որ նախ շատ հեշտ է, ամենակարևորը շատ համեղ։ Վահանին ես քննացրեցի ու արագ վավեցի խանութ։ Վահանի համար լիքը լավ բաներ եմ առել, որպեսզի կարողանամ իրենց զբաղեցնել տանը։ Հետևորդներից մեկը նաև խնդրել էր, որպեսզի նկարեմ տեսանյութ
թե ինչ եմ պահում ես իմ պայուսակում ու նաև այնքան ուշադիր էր եղել, որ տեսել էր, որ ես ունեմ 1 տարի առաջվա տեսանյութ, բայց այդ այն ժամանակն ու հիմա իրարից կտրուկ տարբերվում են, քանի որ այն ժամանակ նորածին բալիկ ունեի եւ պայուսակի պարունակությունը լրիվ այլ էր։ Ու որ հասնենք տուն, համել առիթ է միանգամից, որ ես այսօր այն հազվադեպ օրերից մեկն է, որ տանից դուրս եմ եկել առանց վահանի եւ պայուսակով ազատ կնոջ պես։ Ու ձեզ ցույց կտամ նաև թե ինչ եմ պահում իմ պայուսակում։ Առանց հեծանիվի, քանի որ ձեռքս 3 տոպրակ աղբ կար, այսինքն չի կարողանա այդպես քշել։ Ու նախ սկսենք նրանց, որ մտա խանութ, ոչ թե աստիճաններով բարձրանալով, այլ պատտվեցի եւ թեքահարթակով բարձած, այսինքն այնպես ինչպես հեծանիվով եմ բարձրանում, ուղիղ մի փոքր խառն է, գումարած ես երկրում վերջին 3 տարվա բայիվիկ իրավիճակները, մի խոսքով ցնդել եմ։ Այսպես ասած, հերիք չի, վերջում էլ գնումներս կատարեցի, վերջացրեցի, կասեմ վճարումս կատարեցի, պտտվում եմ ու հեծանիվս եմ խանութի մեջ ման գալիս։ Դե լավ, ինչև եմ, հստամ թե ինչև եմ գնել ուրեմն վահանիս համար։ Երկու տեսակի ներքիր ինքդ։ Ցանկանում եմ մինչև նորից փորձ կկատարեմ վահանին մանկապարտեզ տալու, աշնանը էլի եմ փորձ կատարելու։ Ուզում եմ ինքս իրեն նախապատրաստել, խելոք նստել, ենթարկվել, աշխատելու այդ վիճակին, որպեսզի ենթարկվի վահանը, քանի որ այնտեղ իրենց հետ այն մանկապարտեզը, որտեղ որ ես նախկինում տարել էի չմնաց, նորից նույն տեղն եմ տանել, քանի որ ես հիացած եմ այդ մանկապարտեզով, լավ լուրջ աշխատում են մասնագետները, դրա համար էլ գնել եմ մեկը, այսինքն տեսեք թե ինչպես է, ուրեմն պատկերը արդեն իսկ գունավորված է եւ ինքը պետք է ներկի, բնականաբար վահանը չի կարողանա սա իդեալական ներկի, ես պատրաստ եմ ինքս ներկեմ, ինքը կողքից նայի, թող խզբզի, ոչինչ, թող խանգարի, թող սխալ ներկի, միայն թե կարողանա ընդգրկվի աշխատանքի մեջ։ Դա այդպես եւ երրորդը վահանի ամենասիրելին ներկին ինքդ, բայց տարերով վահանը, քանի որ շատ է սիրում տարեր անգլեր են, տարերը գիտի, որտեղ տեսնում է տարերով խաղ, տարերով ինչ որ ունի այդպես մուլտ թեկուզ վազում է եւ այլևս փոք չի գալիս, դրա համար որոշեցի այսպես իրեն շահագրգռեմ, իր սիրելի տարերը թող ներկի, այստեղ էլ նաեւ սրանք այսպես սոսնձով են, հա, որ տիպեր են կարող է փոկել եւ կպցնել որտեղ ուզում։ Սովորական մատիտներ, որպեսզի ներկի ինչպիսին է, ահա այսպես դնել եմ այսենց նոթատետր, տեսեք, այսենց, որպեսզի ինքը ավելի շատ դատարկ թուղթ է, հա, ալբոմի պես է եւ փոխվում են հերթիկները, այնքան լավն այնքան դուրս եկել, ու նաեւ դրա հետ մեկտեղ գունավոր գրիչներ, որպեսզի սա էլ իրեն առանձին, հա, հետաքրքրություն ունենա, սիրուն գրիչներով գրելը հավես է, հա, գիտենք բոլորս էլ, տարբեր գույների, թող խառը խուռ ինչ կարողանում է նկարել, թող ինչքան ուզում է անսահմանափակ մետր թղթեր կան, թող նկարել։ Դա այդպես գնել եմ կապ, որով շատ մեծ հույս ունեմ, որ վահանս անպայման կզբաղվի, այսպես սա իր դանակիկն է, սարանքեր մի խոսքով լաստիլինն է, մեջը վեց գույնա, մատիտների համար գնել եմ այսպես պուպուշ փղիկ սրիչ, մի գնավոր եմ այսպես գեղեցիկ սրիչ գնել, որ իրեն հետաքրքրում։ Մի հատ էլ գնել եմ այս գրատախտակից, ինքը ուներ նախկինում, սիրով խաղում էր, հիմա փչացել է, մագնիսով գրատախտակից, որ այստեղ գրում են ջնջում են, ի տարբերություն իր նախկին գրատախտակի, այստեղ ունի նաև հաշվելու համար նախատեսված այսպես գնդիկներ եւ ֆորմաներ, որոնցով կարող է տպել մի գեղեցիկ պատկերներ ստանալ։ Այսքան բան առել եմ վայ տարած չզբաղվել։ Սա էլ ինձ համար եմ գնել վահանի հետ կապ չունի, գմորեղենի տոպրակներից են, հետևորդություններից մեկ խորտ տվել։ Այսինքն գնել, որի մեջ կա 50-ից ավել է։ Օգտագործես մեկ անգամ եւ դենես մեկը։ Վերջ, սիրելիներս։ Նախ սկսենք նրանից, որ վերջին շրջանում ես այլևս մեծ պայուսակներ չեմ բռնում, մեծ պայուսակներն ինձ այլևս հարմարավետ չեն։ Այս տիպի պայուսակներ եմ բռնում ու մեծամասամբ աշխատում եմ, որ այսենց կանթ ունենան, որպեսզի այսպես գցեմ, այսենց եւ հարկ եղած դեպքում կարողանամ երկու ձեռքերս էլ թողնել եւ ասենք գրկել վահանին կամ ինչ որ մի բան անել վահանի համար։ Հիմա ցույց տամ թե հիմնականում ինչ եմ պահում ես իմ պայուսակում։ Սիրելիներս, իրականում պայուսակի մեջի պարունակությունը շատ բան կարող է պատմել կնոջ մասին։ Սկսած նրանից, թե ինչպիսի դասավորվածություն ունի, եւ ըստ իս, երբ համենայնդեպս ես եթե բացեմ ինչ որ մեկի պայուսակը, հանգիստ կարող եմ ասել, այդ մարդը մոտավորապես ինչ տարիքում է գտնվում։
Օրինակ իմ պայուսակը ուսանողության ժամանակ լրիվ ուրիշ պարունակություն ուներ, բալիկ ունենալու այդ ընթացքում առաջ եւ հետո լրիվ ուրիշ պարունակություն էր, հիմա լրիվ ուրիշ պարունակություն։ Այսպես է, խառնիխուռն բաներ չկա։ Ու սկսենք։ Առաջինը, բնականաբար դրամապանակ, առանց դրամապանակ էլու մեջը ամբողջ իմ ID քարտով, բանկային քարտով, մի խոսքով ինչ կա, այստեղ է։ Պարտադիր խոնավան զերոցիկ, սա պարտադիր պայման է, այն էլ եթե խոսքը գնում է Վահանի մասին, Վահանը եթե հանկարծ ինչ-որ այնտեղ մի բան քսվեց, մնում է այսպես, էլ այլևս չի շարժվում, դրա համար էլ խոնավան զերոցիկ։ Կանգնել այնտեղ ինձ են, թե ոնց եմ նկարում։ Այս ամեն ինչը շտայցի, սա միշտ ինձ հետ է, ես իրեն միշտ ակտիվ օգտագործում եմ, կիրառում եմ եւ ամեն վարքյան սրա անհրաժեշտությունը զգացում եմ, եթե մեկ էլ հանկարծ կարող եմ այդտեղ ինչ-որ մի հետաքրքիր բաներ լինում նկարելու, սրա անհրաժեշտությունը զգացում եմ եւ սրանով էլ իր հեռակառավարման վահանակն է կարողանում եմ կառավարել իրեն։ Այլի նկարահանման բաների հետ կապված, սրանից ես ժամանակին խաղարկել եմ իմ հետևորդների համար, Վահանի բասեինը երևում այնտեղ։ Սա ամրացում է հեռախոսի վրա, ենթադրենք մատա հեռախոսն է, այսպես ամրանում է հեռախոսի վրա, այս հայլու միջոցով դու կարողանում ես տեսնել ինքդ քեզ եւ սա էլ արդեն լուսարձակում է, որպեսզի գեղեցիկ լուսային էֆեկտ տա եւ դեմքդ մի խոսքով գեղեցիկ նկարի։ Ես սրանից իմ հետևորդների համար ժամանակին խաղարկել եմ եւ այնքան դուրս եկավ, այնքան հավանեցի, որ ինձ էլ ձեռք բերեցի սրանից, որտեղ պայուսացի մեջ պահելու համար սա շատ հեշտ է։ Անլար ականջակալներ, զգում եք, չէ, մեծամասամբ թիթիզ բաների փոխարեն սարքավորումներ են հիմնականում հեռախոսում, պայուսակում, անլար ականջակալներ են եւ իրենց լցքավորիչն է։ Այսինքն ստուքով գեղեցիկ առում եմ։ Սա հիմնական պարունակությունը, իսկ այժմ այս գրպանիկի մեջ ժամանակին ես ինձ հետ պահում էի փոքրիկ կոսմետիկա, որի մեջ պահում էի տարբեր բաներ, ասենք դիմափոշի թարմացնելու համար, ինչ-որ շրթներ, մրթներ, մի խոսքով տարբեր բաներ էի պահում, բայց քանի որ տարիների ընթացքում նախասիրությունները կնոջ փոխվում են, հետո աշխարհայացքները փոխվում, ու դու շատ բաները, որոնք որ ժամանակին համարում էիր առաջնային, կարող ես համարել երկրորդային, նույնիսկ երրորդային, եւ բաներ էլ, որոնք ոչ այնքան կարեւոր էին քեզ համար, այդ անկարևոր բաները մի օր դառնում են կարեւոր։ Դրա համար էլ հիմա ես ինձ հետ կոսմետիկա ման չեմ տալիս, փոխարենը ընդամենը շրթներք։ Ու ինչու հենց այս երկուսը, քանի որ ես այս երկուսը խառնում եմ եւ շատ գեղեցիկ նուրբ երանգ եմ ստանում, ու մի մշտական օգտագործողն է, դրա համար էլ այս երկուսն եմ պահում միայն շրթներք եւ վերջ, որովհետեւ հիմա ես օգտագործում եմ շատ քիչ կոսմետիկա, ի տարբերություն ուսանողության տարիներին, ներկայումս ես ավելի շատ գումար եւ միջոցներ պատմում խնամքի պարագաների համար, քան կոսմետիկա։ Եվ ընդամենը հայլի, այսինքն գեղեցիկ հայլի է, նայեք, եմրոսն հայլի ասա տեսնեմ ով կա, այսինքն գեղեցիկ ավելի, այդ հայլին է ու սաներ։ Սրանք եմ հանել օգտագործում, որտեղ ինձ սովորական սաները հասարակ պլաստմասայից բացօրի փակովի սաները եւ իր հետի փոքրիկ հայլին հիմա իմ հեծանիվի պայուսակի մեջ է, միշտ հետը ստանում եմ, դրա համար էլ այնտեղ է։ Եվ պարտադիր մի հատ մազակալ, շոքա, գիտեք, Վահանն է հետս, տան բանալին եւ պարտադիր մի հատ քաղցր։ Եվ իհարկե բնականաբար իմ հեռախոսն է մեջ լինում, որով ես հիմա նկարում եմ։ Սա էլ էսպես սիրելի հետևորդներ ջան, իմիջիայլոց ասեմ իմանաք, որ աղցանը եւ եթե կարելի ասել կիրակրատեսակը սմբուկով քիչ առաջ որ պատրաստել էի, անդրանիկը շատ է հավանել, իսկ եթե անդրանիկը շատ բծախնդիր է հավանել, դուք հաստատ կհավանեք, փորձեք։ Սիրելի հետևորդներ, այժմ ուզում եմ մի քիչ հայացի մաքրություն անել, քանի որ այսքան օր անպամած է եղել, Վահանի հետ դուրս չենք եկել խաղալու, փոշին էլ դե Երևան էլ, չասեմ գիտեք ինչքանը, մի խոսքով լավ էսպես կեղտոտվել են ամեն ինչը, հիմա միասին կմաքրենք, տեսնում եք ջուրը ինչ գույնի է, ինքն էլ այդ սեղանը որ խորթ ու ворթ է, արանքները փոշին լցվում ու մնում է, այսպես, նույնն էլ աթորը, տեսակ,
Արանքները ինչքան փոշի է լցվում։ Տեսնում եք սիրելի տղա, փոշին երևում է ոնց է մտել ու մնացել 2 օր ընդամենը Վահանի հետ ստեղ չենք խաղացել ու դուրս եկել ենք, բայց որ չես խաղում, չես ջրում, սենց փոշին հավաքվում է։ Հիմա սա եւս լվանում եմ, 1 րոպե, այդ բարձին լվանանք։ Արևին կչորանա, սա եվս հանում եմ, սա մի փոքր արևից այն մասը խունացել է, որտեղ որ անդադ արև անգնում, հա, որ պաշտպանող իրեն հատված չունի, խունացել է այդ գույնը մի փոքր։ Բանսպարզնա ես ինձ ձեռքով լավ էլ մաքրություն եմ անում, դե հիմա տեսեք թե ստեղ ինչ է կատարվում, տեսակ չէ վրան էլ շոր կար փռած, բայց միևնույն է, տեսեք, տեսնում եք սիրելի հետևորդներ, տեսակ, ոնց է կերպը դուրս գալիս, տեսակ, ու վրան շոր կար փռած հետնել, բայց այս ճոճանակը լվացել էինք, վերջին անգամ լվացել էի դիլիջան գնալուց առաջ, ես մի քիչ որ կտորա ու շուշ եմ լվանում։ Վերջ։ Քանի որ էստեղն էլ է փոշի նստում, սրանցել, ամենտեղ Վահանի խաղալիքներն են միջայլոց, և նույնիսկ այստեղ, այս էլ արևից լավ խունացել է, բայց հələ տեսեք ինչ փոշի է։ Արի Վահան, արի մամային ասում խանգարի, օգնի, արի։ Արի, գիտես թե մաման խաղում, հա? Ծաղիկները ջրենք։ Արի արևը մամայի, արի, արի ձակս, արի սա մաման կմիացնի քո շատրվանը։ Biz malzere spreyim hiç. Bıraktık çoruna iş grupayız. Սիրելի տևորդներ, վերջերս Վահանն նոր ինչ-որ տենց բան եմ որոշել, որ ես է պետք է մտնեմ մեջը, որ ինքը մտնի։ Լողավազանն էլ առավ դեզ եմ լվացել մաքրել, մի քիչ ավելի շուտ լվացել մաքրեցի։ Այս լողավազանի ամենամեծ թերությունը, որ իրեն լվալ մաքրելը շատ դժվար է։ 2 օրից ավել ջրով չես կարող թողնել երեխան լողա, որովհետև տեսակ չէ, ինչ փոշի է դրած աթոռների սեղանի վրա, այդ նույն փոշին էլ նաև սրա վրա է։ Ուղղակի լպրծուն տահաճ բան է արդեն ստացվում։ Պետքա մաքրել։ Այն նախորդը Վահանի sense կլոր էր, լողավազանը հեշտ էր։ Լվանում ես շուռ է տալիս մեջն իսկ այս մեկը մաքրելը մի հատ մեծ արարողակարգ է։
ժամանակատար, պետք է բանը գործը թողնես, որ մաքրես, ուղղակի հաշված օրեր են, հեսա մեկը արդեն հավաքելու, ինք ցրտերը գալի է զզվելի, էլի գնանք նստենք տունը ամբողջ օրը, դրաման էլ ասում լավ ոչինչ։ Ջուրը սիրելի հետևողներ, գոլ է։ Այս անձրևանոցներ իմիջայլոց այս աղջիկն են եկել։ Անդոն ասում է գժվցրիր մի հատ բան ես արես, աշխարհին ասում է։ Տուր։ Սիրելի հետևորդներ, ինչպես տեսնում եք, իմ մուսան եկավ սառնարանը մաքրելու եւ քան եկել է կարելի այս ժանցը բաց չթողնել։ Իսկ հա այսպիսի մոտիվացնող տեսա